մեքենա վարել իմ գերագույն հաճույքներից մեկն է։ Նույնիսկ այս պայմաններում։ Վայ, դուք արագություն եք սիրում։ Արագություն, հա, սիրում եմ արագություն։ Բայց Հայաստանում այդպիսի հնարավորություններ չկան։ Երբեմն որ արտասահման ենք գնում, մեր ընկերներից մեքենա ենք վերցնում կամ վարձով մեքենա ենք վերցնում, այնտեղ հսկայական մեծ տրասաներ են, մեծ արագություններ են։ Դե գիտեք, երևի հարմարավետ մեքենան ավելի հաճելի կլներ քշել, բայց ես սովոր եմ Նիվային եւ նեղված ինձ չեմ զգում, որ Նիվա եմ։ Նախ եւ առաջ շատ մարդիկ մեքենան սպասելի հարստացել են, մեքենաներ են առել, բայց մեքենան կարգին վարել չեն կարողանում։ Հետո մեքենաների թիվը շատ է ավելացել Երևանում, բայց ոչ միայն վարպետությունը չի ավելացել, այլ կարգապահություն չկա։ Իսկ դուք խախտում եք Անկեղծ ասած, այո, ես էլ եմ խախտում, բայց խախտումի մեջ մի հատ շատ կարևոր սկզբունք եմ դնում, որ դա չլինի ուրիշներին չխանգարել եւ լկտիություն չլինի։ Երևանի ներսում սովորաբար ճանաչում չեն կանգնացնում, բայց շրջաններում եղել է, որ կանգնացրել են։ Մեկը շատ լավ հարցրեց, երբ որ վարորդական իրավունքը տվեցի, գրած էր Վազգեն Մանուկյան, ասեց եմ Վազգեն Մանուկյանի եղբայրն ես, ասեցի, բայց եթե եղբայրը լինեն, ինչ պիտի երկուսի սադունն էլ նույնն է լիներ։ Վազգեն Մանուկյան, 62 տարեկան, ավարտել է Երևանի պետական համալսարանը, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, Ղարաբաղ կոմիտեի հիմնադիրներից էր ու համակարգողը։ 17 տարի եղել է խորհրդարանի падգամավոր, 1990-91 թվականներին Հայաստանի վարչապետն էր, 92-93-ը պաշտպանության նախարար։ Վարչապետ ժամանակ եւ պաշտպանության նախարար եղած ժամանակ իհարկե վարորդ եղել է, որ սպասարկել է, բայց շատ անգամ ես սովոր եմ եղել իմ մեքենայով դուրս գալ։ Նույնիսկ պաշտպանության նախարար, որպես ինձ մեքենայով տանում ուղեկցում էին, հետո ես միայնակ իմ մեքենայով դուրս էի գալիս, եթե միտեղ պետք էր գնալ, գնում էի։ Ես ընդհանրապես չեմ սիրում, երբ որ կողքը շատ մարդ է լինում, նամանավանդ ոչ ընկեր։ Դրա համար է թիկնապա վարորդ բան, իսկ վարչապետությունից նոր էի դուրս եկել 4 սահանի վտարել էի։ Այն ժամանակ տնակ չունեինք, դուրսն էի կանգնացնում մեքենան։ Ամենադժվարը իհարկե վարչապետության ժամանակ էր, որտեղ այդ տնակը չկար ու շատ անգամ իմ մեքենայով էի գնում։ Եվ դուք հիշում եք այն ժամանակ կրակոցներ, հաբի պատմություն բան։ Առավոտը մեքենան որ լարում էի, դուռը բաց էի թողնում, ասենց միացնում ես մեկը պայթի թե չի պայթի, չէր պայթում դուռը փակում գնում։ Այսինքն դուք սպասում եք, որ ձեր նկատմամբ Դե գիտեք ինչ, դու մարդկանց ձերբակալում ես, ջոկատներ ես ձերբակալում, զինաթափում ես մարդկանց, բնական է, որ մեջները մարդիկ կլինեն, որոնք կուզենան վրեժ լուծել կամ դա անխուսափելի է։ 15 տարի է ազգային ժողովրդավարական միության նախագահն է, 35 տարի է ամուսնացած է, ունի 3 երեխա եւ 1 թոռ, ցանկանում է դառնալ Հայաստանի Հանրապետության նախագահ։ Վազգեն Մանուկյանը համամիտ չէ տարածված այն տեսակետին, թե մաթեմատիկոսները չոր մարդիկ են։ Մաթեմատիկայից ավելի ռոմանտիկ ասպարեզ աշխարհում գոյություն չունի։ Եվ մաթեմատիկայով զբաղվողները շատ ավելի ողջամիտ են, շատ ավելի ռոմանտիկ են, շատ ավելի մարդկային են։ Ես այդպես կարող եմ։ Չէ, բայց մենակ այդ չէ, ամենախելոքը մաթեմատիկոսներն են բացի։ Չէ, մի հատ ուրիշ հարց էլ կա։ Օրինակ նայեք սովետական միությունում երբ որ ապրում էինք, չէ, այսպես կոչված դիսիդենտական շարժումը, հիմնակարերը, հիմնասյուները ովքեր էին, Սախարովը, որը ֆիզիկոս էր, Շաֆարևիչը, որը մաթեմատիկոս էր, Սոլժենիցինը ինքը մաթեմատիկոս է։ Այսինքն մաթեմատիկա մի հատ շատ կարևոր հատկություն ունի մաթեմատիկան։ Օրինակ լեզվաբաններին, պատմաբաններին համալսարանում, ինստիտուտում սովորացնում են, որ այսինչը այսպես է ասել, եւ դա հեղինակություն է։ Մաթեմատիկայում ասում են կարևոր չի, ինչ է ասել Վայերշտրասը կամ Նյուտոնը կամ մեկ ուրիշը։ Դու ինքդ քո դատողությամբ պետք է տեսնես, կարող է ճիշտ են ասում, կարող է սխալ են ասում։ Եվ դրա համար մաթեմատիկոսների ուղեղը շատ ավելի քննադատական է, պատահական չի, որ քաղաքականության մեջ շատ են ներգրավված։ Մաթեմատիկոսներ էին Վազգեն Մանուկյանի հայրն ու մայրը, մաթեմատիկոս են 2 քույրերը, իր կնոջը Վարդուհուն, որը լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի դուստրն է։ Վազգեն Մանուկյանը հանդիպեց Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ 73 թվին ես վերադարձա ասպիրանտուրայից եւ սկսեցի դասավանդել համալսարանում։ Եվ առաջի կուրսը, որ մտա կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, Վարդուհին ուսանողու էր, նստած էր իր գեղեցկությամբ արդեն ինձ համար հետաքրքիր էր,
բայց միայն գեղեցկությունը բավական չի։ Հետո ժամանակ անցավ, ուսանողներով իրանք կազմակերպեցին մշակույթի ակումբ, ոնց էր մշակույթի շիրակացու ակումբ։ Իսկ իմ ամբողջ նախորդ գործունեությունը կապված էր եղել տարբեր ակումբներ կազմակերպելու, հայրենասիրական եւ այլն եւ ապրիլի 24-ի երթ կազմակերպելու եւ երբ որ իրանք ուսանողներով այդպես սկսեցին համախմբվել իրար հետ, ես զգացի հոգեկան հարազատություն ուսանողների հետ։ Մենք իրար հետ միասին արշավ գնացինք ուսանողներին տարբեր տեղեր ցույց տալու, միասին արշավ գնացինք, հենց կամաց եկավ նրան, որ ամուսնացանք։ Տանմերելի ինձ եղբայրներիս նույնիսկ մինչև Ղարաբաղ ենք հասել այն տարիներին 60-ական թվականներին եւ այլն, ախալքալակ են գնացել, ծանոթացնում էր պատմությանը, հուշարձաններին եւ այլն։ Ու այդ գաղափարներով ես որ եկա համալսարան, ինձ թվում էր իմ հորից բացի Հայաստանում էլ այդպես մարդ չկա։ Ու շատ զարմացա, որ տեսա մի հատ դասախոս է գալիս, որ իրան հետաքրքրում են այդ ամեն ինչը։ Այդպես սկսեցինք ընկերություն այլ, ասենք կուրսով գնում էինք տարբեր տեղեր եւ այլն, հետո էլ իր ընկերների հետ արդեն ծանոթացա, տեսա որ մեծ շրջապատ կա այդպես մտածող մարդկանց նաեւ, այդպես ամուսնացանք։ Նրանք ամուսնանում են 1973-ին, ընդ որում եկեղեցական պսակով։ Ամեն տարի ավանդույթի համաձայն ամբողջ ընտանիքը գնում է Էջմիածին նշելու ամուսնության տարեդարձը։ Վազգեն Մանուկյանն ունի 3 դուստր՝ Աստղիկը, Արևիկը եւ Նվարդը։ Բոլորն էլ ավարտել են Երևանի պետական համալսարանը, ուսանել նաեւ եվրոպական ու ամերիկյան համալսարաններում։ 1.5 տարի առաջ ծնվել է Մանուկյանների առաջին թոռը՝ Սաթենիկը։ Պարոն Մանուկյան, դժվար չի նույն տան մեջ 4 կանանց հետ։ Հաճելի է, ինչ դժվար լինի։ Ինչ որ մի տղաներ լինեին ավելի հեշտ կլիներ։ Չգիտեմ, ամեն մի հայ տղամարդ երազում է տղա ունենա։ Ես էլ եի ուզում տղա ունենալ, Աստված ինձ տվեց 3 աղջիկ եւ ես շատ երջանիկ եմ դրանից։ Ես կամաց զգում եմ, որ աղջիկեք հետ ավելի հեշտ է գործ ունենալ, քան տղաների հետ։ Եվ սիրում եմ իրենց։ Ձեր ընտանիքում մայր իշխանություն է, թե հայր իշխանություն, կանայք գերակշռում են։ Կարևորագույն հարցերում իհարկե մայր իշխանությունն է, երկրորդական հարցերում քաղաքականություն, բանման հայր իշխանություն։ Մանուկյանների ընտանիքում կարևորագույն սկզբունք է ազատությունը։ Երեխաներին ոչինչ չի պարտադրվում։ Ծնողները ուղղակի ասում են իրենց կարծիքը, ընտրությունը մնում է աղջիկներին։ Ես շատ բարի եւ հանդուրժողական եմ եղել իմ երեխաների հանդեպ եւ գիտեք օրինակ դաստիարակություն որ ասում են, երբ որ ես շատ երիտասարդ էի, իմ քույրերին փորձում էի դաստիարակել։ Օրինակ հեծանիվ քշում էր մեծ քույրս, արգելում է, ասում է աղջիկա գործ չի հեծանիվ քշելը կամ շրջազգեստը կարճ էր, ասում է պետքա երկար, այսինքն այն ժամանակվա մթնոլորտներ ու իմ մեջ կար։ Բայց հետո մեծանալով իմ մոտ բավականին շատ կարևոր դեր սկսեց խաղալ հասկացությունը, որ մարդկանց պետք է ազատ թողնել։ Եվ իմ երեխաների դաստիարակությունը իրանք ընտանիքում շփվում են մեր հետ։ Մեր տուն գալիս են երևի հայ ժողովրդի ամենահետաքրքիր մարդիկ այս կամ այն չափով մեր տուն այցելել են, գնացել են եւ սփյուռքահայ եւ բան։ Բոլորի հետ շփվել են, իրանք տեսնում են այդ ամեն ինչը, թող իրանք իրանք եզերակացությունները անեն։ Բայց որպես ազատ մարդ ապրեն։ Ու ես տեսնում եմ, որ օրինակներ եմ տեսնում, որ ընտանիքում շատ սահմանափակում են երեխաներին եւ երեխաների մոտ ձգտում կա ոչ թույլատրելի բաներ անելու եւ մեր ընտանիքում որ շատ ազատ է, մարդիկ շատ ավելի ավանդապաշտ են շատ հարցերում եւ շատ ազատ ուրիշ հարցերում եւ բարոյական նորմալ մարդիկ են, ես միշտ հպարտանում եմ իմ ընտանիքով։